Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի մոտակայքում, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։ Գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում, լինում են երկրաշարժեր և սաստիկ քամիներ։ Մատուռը գրանցված է Ծաղկաբեր գյուղի մշակութային անշարժ հուշարձանների ցանկում։ Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։ Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղ, Ծաղկաբեր, Մեծ Պարնի գյուղերից մոտ 3 կիլոմետր ոտքով լեռը բարձրանալով։ Մատուռի նախնական հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը 3 անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և 3 անգամ վերականգնվել հարթագյուղցիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Մատուռի մասին իր նամակներում և բանաստեղծություններում անդրադարձել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ Մատուռի մասին տեղեկություններ է հաղորդում նաև 20-րդ դարի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը իր հայտնի «Մարդկանց» գրքում։ Անցյալ դարերի ընթացքում մատուռը եղել է Ալեքսանդրապոլի գավառի վարդավառյան ամենանշանավոր ուխտավայրերից մեկը։ 2005 թվականից մատուռի տարածքում սկսել են խաչքարեր տեղադրել, չնայած որ խաչքարեր եղել են նաև մինչև առաջին պայթեցումը 1930-ական թվականներ։ Ըստ ականատեսների, ներքևում կարելի էր տեսնել բազմաթիվ բեկորներ։ Այժմ այնտեղ հարյուրավոր խաչքարեր կան տեղադրված։ Ներսում խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված և մոտավոր 1,5 ժամ է տևում քայլարշավը, մինչև հասնում են Սուրբ Հովհաննես մատուռ։ Խաչքարերը տեղադրվում են ի նշան ուխտի ի կատար ածման։ Մեծ մասսայականություն վայելող այս ուղղությունը տարեցտարի ավելի շատ ուխտավորների ու այցելուների է կանչում իր մոտ։ Իսկ Հայոց Այբուբենի հուշարձան համալիրը, որն ավելի շատ հայտնի է «Տառերի պուրակ» անվամբ, կառուցվել է 2005 թվականին Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Հուշարձանը գտնվում է բաց երկնքի տակ Արտաշավան գյուղում Արագած լեռան արևելյան լանջին։ Ներառում է Հայոց Այբուբենի 39 զարդաքանդակ տառերը։ Համալիրի բոլոր տառերը քանդակվել են տուֆից։ Հայոց գրերը ստեղծվել են 405 թվականին, մշակվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից Աստվածաշունչը հայերին հասանելի դարձնելու և քրիստոնեությունը տարածելու նպատակով։ Մաշտոցյան Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր։ Ի սկզբանե Այբուբենը բաղկացած էր 36 տառերից և ամբողջացվել է միջին դարերում։ Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև որպես թվարժեքներ։ Այս թվային համակարգը օգտագործվել է հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայում են պատմական հուշարձանների պատերին պահպանված փորագրությունները։ Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և հազարավորներ։ Համալիրի տարածքից երևում է նաև Սուրբ խաչը։ Այն տեղադրվել է 2012 թվականին և բաղկացած էր 1711 մեծ և փոքր մետաղական խաչերից։ Խաչերի քանակը խորհրդանշել է Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն գործելու տարիները։ Խաչի բարձրությունը 33 մետր է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը։